Հա այ խելոքներ, բռնվեցիք ընտրակաշառքի վրա, ոչ մեկ, ոչ երկու։ Ազգային բարերար, մեծ ֆիլանտրոպ, տիեզերագնաց, Սամվել Կարապետյանի կողմնակիցները։ Ընդ որում գիտեք որն էր ամենանողքալին։ Այդ ձայնագրություններից մեկի մեջ մի մարդու 120,000 դրամ ոնց որ փող են խոստանում, որպես ընտրակաշառք, որ գնա իր հիվանդանոցային ծախսերը հոգա։ Հիմա դուք հասկանում եք հունիսի 7-ին մենք ինչերի միջև պիտի ընտրենք։ Մի կողմից այն քաղաքական ուժն ու կառավարությունն է, որ ասում է Հայաստանի արժանապատիվ քաղաքացի, քո վճարած հարկերից քեզ տալիս եմ առողջապահության ապահովագրություն։ Կգնաս, կբուժվես, միլիոն, 2 միլիոն, 4 միլիոնի նույնիսկ վիրահատություն կանես։ Հետո առողջ ու հանգիստ կգնաս տուն ու ոչ ոքի պարտք չես մնա։ Մյուս կողմից այն քաղաքական ուժն է, որ ասում է այս 120,000-ը վերցրա որպես թուլափայ, գնա տես ինչ ես անում որպես ընտրակաշառք։ Բայց այդ 120,000-ի տեղը 1,200,000-ի տանջելու է այդ մարդուն, հիվանդացնելու է այդ մարդուն, չի առողջացնելու, հասկանում եք։ Մի կողմից այն քաղաքական ուժն է, որ ասում է դու արժանապատիվ քաղաքացի ես։ Մյուս կողմից այն քաղաքական ուժն է, որ ասում է դու անարժանապատիվ հպատակ ես։ Այսօր առնում ու ծախում եմ ձենդ, վաղը կառնեմ ու կծախեմ ապագատ, մյուս օրը կառնեմ ու կծախեմ երկիրդ, մինչև վերջին խազը, մինչև չվերջանաս, որովհետև դու իմն ես։ Սա է ուղերձը այդ մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետությանը։ Եւ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատասխանելու է այս մարդկանց ու իրենց տեղն է ցույց տալու այս մարդկանց։ Բոլորին հատ-հատ։